Հարգելի հանդիմադիր պատգամավորներ, ազգային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կփորձեմ լինել կարճ, հավատալով, որ խոսքը առանց գործի մեռյալ տառ է։ Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական բանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին Հայաստան խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին խոսքս կուզեմ ուղղել 3 խմբերի։ Առաջին խումբը քաղբանտարկյալների հիմնախնդրի հանդեպ անհաղորդ եւ անտարբեր մեր հայրենակիցներն են։ Սիրելիներս, որևէ մի երկրում այս քանակի քաղբանտարկյալների առկայությունը ինքնին արդեն վկայում է մի բանի մասին, որ կոչվում է պետաիրավական անարդար համակարգ։ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցները իրենց չափորոշիչներում արձանագրում են, որ ինքնին քաղբանտարկյալների ինստիտուտի հանգամանքի առկայությունը վկայում է իշխանությունների ավտորիտարացման եւ անարդար պետաիրավական համակարգի մասին։ Իսկ անարդար պետաիրավական համակարգը անարդար է բոլորի հանդեպ։ Ինչպես վատ մարդը, կեղտոտ մարդը, վատն են ու կեղտոտ են բոլորի հանդեպ, այնպես էլ անարդար պետաիրավական համակարգը։ Եվ եթե դուք դեռևս չեք առնչվել այդ խնդրին, դա դեռ չի նշանակում, որ երաշխավորված եք դրանից։ Ալիմենտ, սերվիտուտ, ժառանգության ստացում, հողամասի առուվաճառք, ձեր պատկերացրած ու չպատկերացրած յուրաքանչյուր հարցում այդ անարդարությունը կարող է ձեր հանդեպ տեղի ունենալ։ Հետևաբար քաղբանտարկյալների հարցը յուրաքանչյուրիդ հարցն է եւ տեղյակ լինել այդ հարցի մասին եւ խոսել այդ հարցի մասին յուրաքանչյուրիդ իրավունքն է։ Երկրորդ խումբը, ում կուզեի ուղղել խոսքս, Հայաստանի հայկական ազգային քաղաքական ուժերն են։ Ավտորիտար յուրաքանչյուր համակարգում կան քաղբանտարկյալներ, որոնց իշխող ռեժիմը որպես կանոն սահմանում է որպես թշնամիներ։ Տարբեր երկրներում այդ թշնամության առանցքը տարբեր ձև է ձևակերպվել։ Միտեղ դա եղել է դասակարգային սկզբունքի հիման վրա, մեկ այլ տեղ կրոնադավանանքային, մի ուրիշ երկրում էթնոռասայական եւ այլն։ Հայաստանում գործող դե ֆակտո իշխանությունները թշնամի են սահմանում եւ հալածում են մարդկանց ըստ ազգային պատկանելության, այսինքն ազգային հողի վրա։ Այս բոլոր մարդիկ, ում նկարները այսօր մենք տեսնում ենք, որովհետեւ նրանք անազատության մեջ են, քաղբանտարկյալ են նրա համար, որովհետև ունեցել են քաջություն պայքարելու հայկական ազգային իրավունքների պաշտպանության համար եւ հենց այդ հանգամանքի պատճառով, հենց այդ հանգամանքի առնչությամբ են նրանք դարձել իշխանության կողմից հալածյալ։ Նրանք ազգային բանտարկյալներ են։ Հետևաբար նրանց դատը յուրաքանչյուր հայկական ազգային ուժի դատն է։ Չեն կարող եւ չպետք է լինեն մեր ու ձեր քաղբանտարկյալներ, չպետք է լինեն ընդդիմադիր մամուլում անհամաչափ լուսաբանվող պսևդոդատական գործեր եւ առավել եւս չպետք է լինեն ներքին խմբակային տարաձայնությունները ավելի բարձր դասելու երևույթ, քան քաղբանտարկյալների դատն է։ Եվ երրորդ խումբը, ում կուզեի ուղղել խոսքս, դե ֆակտո իշխանությունների սակավաթիվ կողմնակիցներն են։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ դուք ձեր տունը շինեք ժայռի վրա եւ ոչ թե ավազի վրա։ Մենք հայերս գիտենք, որ Հայաստանին տիրած որևէ իշխանություն հավերժ չի եղել։ Վերջին տարիներին ձևավորվել է մի պատկերացում, թե իբր այս իշխանություններն են հավերժ եւ նրանք են այն հավերժական ժայռը, որի վրա արժե շինել տունը։ Սակայն հավատացնում եմ ձեզ, որ այս իշխանությունները հավերժական ժայռ չեն, այս իշխանությունները ժամանակավոր ավազ են։ Հավերժական են միայն Հայաստանը եւ ճշմարիտ հայկականությունը, որի կրողն եք նաեւ դուք։ Եվ որպես հետգրություն ես պարտք եմ համարում հականե հանվանե հիշել մեր այն ազգային բանտարկյալներին, որոնց ինքնազոհության շնորհիվ 2023 թվականին փրկվեց 100,000-ից ավել հայի կյանք եւ որոնք պատանդարված թշնամական զնդանում նույնիսկ չունեն այդ մխիթարությունը իրենց բանտային չարչարանքները հայրենի հողի վրա կրելու։
Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Մնացականյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան։ Շնորհակալություն ձեզ տղեկ, Աստված օր առաջ ձեր դռները բացի։